Ողջույն, մեր հյուրն է մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Գրիգորյան, քանի որ այսօր մարտի 1-ն է, կուզեի անդրադառնալ քրեական գործին եւ մասնավորապես այն նորություններին, որոնք արդեն ծանոթացրել եք, արդեն հասցրել եք ծանոթանալ գործի նյութերին եւ արդյոք դրանցով հիմնավորվում է այն բոլոր մեղադրանքները, որոնք որ այսօր կան։ Ձեր հարցին ընդհանրական պատասխան եմ, որովհետև առանձին էպիզոդների եւ հանգամանքների անդրադառնալ չեմ կարող։ Այս հատվածն էլ պարզաբանեմ հեռուստադիտողների համար, որ չնայած եւ նախաքննության ավարտը հայտարարված է, այդուհանդերձ նախաքննության նյութերը դեռ հրապարակային չեն եւ հրապարակման ենթակա չեն, քանի դեռ նախաքննությունը իրապես չի ավարտվել նախաքննության գաղտնիքի պաշտպանության իմաստով, այո, գործը դատարան չի ներկայացվել։ Գործը այս պահի դրությամբ գործում եղած ապացույցները առավել քան բավարար են առաջադրված մեղադրանքների հիմնավորելու եւ այդ մեղադրանքներով մեղսակերպող արարքներում մեղավոր ճանաչելու համար անձանց։ Սա իմ դիրքորոշումն է, մասամբ ես քննարկել եմ որոշ վստահողներիս հետ, սա ում հետ որ քննարկել եմ նրանց դիրքորոշումն է նաեւ։ Բացի դրանից, բայց ասելով, որ մեղադրանքների հիմնավորման համար եղած ապացուցողական բազան առավել քան բավարար է, ես նկատի չունեմ, որ ամբողջ մարտի 1-յան իրավաքաղաքական կոնտեքստի բացահայտման ճշմարտության վերհանման համար դա բավարար է։ Դա բավարար է միայն այն մասով, որ անհրաժեշտ է առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելը հաստատած լինել 4 մեղադրյալների մասով, բայց դուք գիտեք, որ մարտի 1-ի կոնտեքստը շատ ավելի լայն է եւ դրա առանցքային մասը տուժողների, իրավահաջորդների, հարազատների սպանության կոնկրետ հանգամանքների բացահայտման։ Այս մասը նույնպես սպանությունների հանգամանքների բաղադրիչ մասն է, այն միջավայրը եւ պայմանները, որոնցում սպանությունները տեղի են ունեցել։ Այդուհանդերձ քննությունը շարունակվում է այս պահի դրությամբ եւ այդ քննությունը չի կարող համարվել ավարտված, այսինքն գործը ինքնին չի կարող համարվել ամբողջությամբ ավարտված, քանի դեռ բոլոր այդ հանգամանքները չեն բացահայտվել։ Այս մասը էական եւ վճռորոշ հատվածներից է գործի։ Եթե միջնորդությունները արդեն ներկայացրել եք նախաքննական մարմին, կարող եք ասել ներկայացրել եք թե ոչ եւ մասնավորապես ինչ միջնորդություններ են, ինչին է վերաբերում։ Միջնորդությունները դեռ չենք ներկայացրել, ես նախաքննության մարմնից 4 շաբաթ էի խնդրել, բայց քանի որ պաշտպանության կողմին տրամադրված է 50 օր, բնականաբար 50 օրը նաև վերաբերում է բոլոր մասնակիցներին, այսինքն պաշտպանության կողմի տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին, միջնորդությունները նախապատրաստման փուլում են, այնտեղ մենք մի շարք միջնորդություններ ունենք նախաքննության մեր կարծիքով չլրացված մասերը լրացնելու համար, բայց դրանք հիմնականում վերաբերում են ոչ թե առաջադրված մեղադրանքների հիմքերի բացակայությանը, այլ առաջադրված մեղադրանքներն ինքնին լրացնելուն, այսինքն մենք կարծում ենք, որ առաջադրված առնվազն 2 մեղադրյալի մեղադրանքները ամբողջական չեն եւ պիտի լրացվեն առնվազն 2 դրվագով եւս։ Եթե գաղտնի չէ, կարող եք ասել։ Չեմ կարող հիմա ասել, որտեղ ոչ բոլորի հետ եմ խորհրդակցել վստահողներից։ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է կալանքի տակ է։ Կարող եք ասել, նրա կալանավորումը ինչպես ազդեց նախաքննության ընթացքի վրա, քանի որ կողմը պնդում էր, որ նա այն կարճ ժամանակահատվածում, երբ գտնվեց ազատության մեջ, ըստ նրա պաշտպանական կողմի որևէ ապացույց այդպես էլ չբերվեց, որ նա կարող է խոչընդոտել, ազդել քննության վրա։ Նախ սկզբից ի վեր, հենց այս գործի շրջանակներում այն պահից ի վեր, երբ մենք ծանոթացել ենք առաջադրված մեղադրանքին, մեր ամփոփող դիրքորոշումը եղել է, որ Ռոբերտ Քոչարյանին անազատության ձևով խափանման միջոց, նրա նկատմամբ անազատության ձևով խափանման միջոցի կիրառելը անհրաժեշտություն է այս գործի շրջանակներում եւ մենք շարունակում ենք մնալ այս դիրքորոշման։ Ռոբերտ Քոչարյանի ունեցած հնարավորությունները եւ իր հակվածությունը վարույթի մասնակիցների նկատմամբ ներգործություն ունենալու էականորեն բարձրացնում է նրան նախաքննությանը խոչընդոտելու, հետագայում նաեւ դատաքննությանը խոչընդոտելու ռիսկը։ Մենք խոսում ենք մի գործի մասին, որում առաջադրված առանցքային մեղադրանքը մեղադրյալներին սահմանադրական կարգի տապալում է։ Մի կողմ թողած քրեա իրավական իմաստով այս
մեղադրանքի ծանրությունը, նաև իրավական եւ քաղաքական առումով, սա այնպիսի ընդգրկուն գործ է, որ նման հնարավորություններ եւ հակվածություն ունեցող անձի վարույթի մյուս մասնակիցների նկատմամբ ներգործության ռիսկը ուղղակիորեն ստորադասում է իր անհատական ազատության պաշտպանության շահը այս գործով նախաքննության ճշմարտությունը բացահայտելու հանրային շահին։ Այսինքն հանրային շահի գերակայմամբ անհրաժեշտությունը նրան կալանքի տակ մնալու մինչև գործով նախաքննության ավարտը եւ դատաքննության փուլում կարծում եք որ դատաքննության փուլում եւս պետք է դատաքննության փուլում բոլոր ապացույցների դատաքննական բոլոր հիմնավոր ապացույցների առանցքային ապացույցների վկաների ցուցմունքներ կլինի այլ ապացույցներ կան նաեւ բոլոր այդ ապացույցների դատաքննական ստուգման ավարտը նրա կալանքի տակ մնալը մենք կարծում ենք որ անհրաժեշտ է։ Քանի որ խոսեցինք Քոչարյանից, նրա պաշտպանները շարունակում են պնդել, որ հիշեցնել, որ 2008-ին չկար սահմանադրական կարգի տապալման այդ հոդվածը եւ հետեւաբար այս առումով մեղադրանքը անհիմն է մի կողմից, մյուս կողմից էլ նշում են, որ նա կատարել է իր նախագահի գործառույթներից բխող գործողություններ, այդ հայտնի 0038 հրամանին տեղյակ չէ բովանդակությանը, բայց ամեն ինչ արել է, որ բանակը զերծ պահի ներքաղաքական գործընթացներից։ Խնդրում եմ կարճ անդրադառնալ, արդյոք 2008-ին այդ հոդվածը եթե չկար, դա նշանակում է, որ հիմա չէին կարող նրան նման մեղադրանք առաջադրել։ Այս մասին կարծեմ հենց ազատության եթե մենք մի անգամ խոսել ենք կրկնվեմ 2008 թվականի փետրվարին ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը իշխանության յուրացման դրսևորումներից մեկը դիտարկել է սահմանադրական կարգի տապալումը որպես հանցագործություն։ 2009 թվականին քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ավելացել է 300.1 հոդվածը, սահմանադրական կարգի տապալումը դուրս է բերվել այդ հանցակազմ այդ դիսպոզիցիայից 300-րդ հոդվածի եւ դա առանձին նկարագրվել է 300.1 հոդվածում։ Այսինքն պնդումները թե 2008 թվականի սահմանադրական կարգի տապալումը քրեական օրենսգրքով արգելված արարք չի եղել, բացարձակապես անհիմն է։ Հայաստանի Հանրապետության գլխի 2008 թվականից Հայաստանի Հանրապետության գլխի, Հայաստանի Հանրապետության նախագահի առաջնային սահմանադրական պարտականությունը սահմանադրության պահպանման նկատմամբ հետևելու սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված սահմանադրական պարտականություն։ Սա մտնում է իր երթմամբ ստանձնված պարտավորությունների ամբողջ շրջանակի մեջ եւ ես կասեի, որ սա գլխավոր պարտականությունն է հանրապետության գլխի։ Պաշտպանության կողմը այսօր որ ասում է, որ 2008 թվականի դրությամբ սահմանադրական կարգի տապալումը նախատեսված չի եղել քրեական օրենսգրքով, այլ խոսքով ուզում եմ ասած կամ նախատեսված է եղել այն տեսքով, որ դրա որոշակիությունը թույլ չի տալիս այն կիրառել որևէ անձի նկատմամբ, այլ ավելի կոնկրետ դրա անորոշությունը, որոշակիության անբավարարությունը թույլ չի տալիս դա կիրառել որևէ մեկի նկատմամբ եւ կոնկրետ դեպքում տվյալ հենց պետության եթեմնի պետության գլխի նկատմամբ։ Նա ուզում է ասած լինել, որ օրենսդրորեն դա արգելված արարք չի եղել։ Նրանք ուրիշ բան չեն ասում, իրանց ասացի բովանդակությունն այն է, որ դա օրենսդրորեն արգելված չի եղել։ Այլ խոսքով նույնիսկ եթե նոմինալ կերպով դա արգելված է եղել, այդ արգելքը պրակտիկայում հնարավոր չի եղել կիրառել որևէ մեկի նկատմամբ, հաշվի առնելով այդ նորմի անորոշությունը։ Իրենց ասածը դա։ Եվ այդու, երբ որ նրանք այս պաշտպանական գիծը առաջադրում են, մի ծիծաղելի վիճակ է ստեղծում։ Ես իսկապես սա ծիծաղելի է, սա ուրիշ բառով հնարավոր չի նկարագրել։ Նրանք մոռանում են, որ 2008 թվականին ուժի մեջ եղած քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը այն նույն քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն է, որը 2003 թվականին ստորագրել եւ ուժի մեջ է մտցրել իրենց պաշտպանյալը։ Եվ եթե նախագահը որևէ վարքյան կասկածում էր, որ սահմանադրական կարգի տապալումը որպես հանցագործություն, իսկ անառարկելիորեն հանցագործություն, այդ օրենսգրքով բավարար չափով որոշակիությամբ չի արգելված, այլ խոսքով այդ օրենսդրական պատնեշը չի ձևավորված, նա պիտի առարկություններով դա հետ վերադարձներ պարլամենտին եւ պարլամենտին պահանջեր, որպեսզի որոշակիություն մտցնի։
Նա դա չի արել, վստահաբար, որովհետև դրանում որևէ անորոշություն չի տեսել, ոչ ոք չի տեսել, ոչ ոք չի կապել, բավականին որոշակի բան։ Եվ ստորագրել եւ հրապարակել է նույն օրենքը։ Այլ խոսքով, հրապարակել այլ խոսքով այդ պաշտպանության փաստարկը, թե 2008 թվականի դրությամբ սահմանադրական կարգի տապալման արգելքը քրեական օրենսգրքում չի գործել կամ դրա համար սանկցիա նախատեսող հոդվածը չի օգտագործել։ Դա ոչ այլ ինչ է, քան պաշտպանություն ընդդեմ իրենց պաշտպանյալի։ Դա ծիծաղելի փաստարկ է։ Այսինքն հանրապետության գլուխը 2008 թվականի դրությամբ դեռ 2003-ին իր հրապարակած քրեական օրենսգրքով եւ 5 տարի շարունակ ուզում եմ ասած լինել, որ ինքը եղել է մի պետության գլուխ, որը երթում տալով հետևել սահմանադրության պահպանմանը, այդ ողջ ընթացքում սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական օրենսգրքի այնպիսի հոդված է ուժի մեջ մտցրել, որը որևէ մեկի նկատմամբ կիրառել հնարավոր չէր։ Այդ ու նաև սահմանադրական կարգը էֆեկտիվորեն պաշտպանել հնարավոր չէր նման ոչռագործությունից։ Եվ ցանկացած դատարան, որ երբևէ քննության է առնելու 300-րդ հոդվածի, 300.1 հոդվածի հարաբերակցություն եւ 300-րդ հոդվածի այսպես ենթադրյալ իրավական անորոշությունը պարտավոր է ուշադրություն դարձնել այն անձի այդ հոդվածի նկատմամբ դրսևորած վարքագծին, որը պատասխանատու է եղել, մասամբ նաև պատասխանատու է եղել նման իրավիճակի համար։ Այլ խոսքով, իր ողջ վարքագիծը ցույց է տվել, որ նա որևէ անորոշություն չի տեսել այդ հոդվածի նորմում։ Եվ այդ միայն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո իր պաշտպանությունը սկսում է վիճարկել 300-րդ հոդվածի անորոշության վերաբերյալ իմ կարծիքով բացարձակապես փակուղային մի փաստարկ, փակուղային պաշտպանության կողմի համար, բայց իրենց ընտրության խնդիրն է։ Պարոն Գրիգորյան, քանի որ խոսեցինք արդեն գործի նյութերից, կան ապացույցներ գործում, չնայած չեմ ուզում, որ նախաքննության գաղտնիք հրապարակեք, կան գործում արդյոք նյութեր, ապացույցներ, որոնք վկայում են, որ զինված ուժերը կրակ են բացել խաղաղ ցուցարարների ուղղությամբ, նաև Լեոյի փողոցի տների մարդկանց ուղղությամբ։ Այո, բազմաթիվ այդպիսի։ Եթե կարող եք ընդհանուր ներկայացնել։ Ընդհանրական ասած, եւ ցուցմունքների եւ իրեղեն ապացույցների տեսքով։ Ինչու եմ ասում, որովհետեւ մյուս կողմը շարունակում է պնդել, որ չկան նման ապացույցներ, որ հենց զինված ուժերն են կրակ բացել, այլ պարզապես զինված ուժերը, ինչպես եւ շարունակում են պնդել 0038 հրամանն են կատարել, ըստ որի պահպանություն են իրականացրել կառավարական օբյեկտների ուղղությամբ։ Ոչ միայն զինված ուժերն են հրազեն օգտագործել, կառավարության վերահսկողության ներքո գտնվող ստորաբաժանումներից եւ խմբավորումներից, ոչ միայն կառավարական եւ պետական խմբավորումների մասին է խոսքը։ Նկատի ունեք օլիգարխների, թիկնազորի ներկայացուցիչներ նաև ոչ պետական ծառայության մեջ գտնվող խմբավորումներ, որոնց վերաբերյալ ավելի մանրամասն հրապարակումներ կնեն, երբ որ գործունեության նկատմամբ նախաքննական գաղտնիքի արգելքը կվերանա։ Ուրեմն այո, հրազենը կիրառել ոչ միայն բանակային ստորաբաժանումները, նաև այլ իրավապահ ստորաբաժանումներ եւ ինչպես ասացի արդեն նաև իրավապահ չհանդիսացող, սակայն իրավապահների եւ բանակային ստորաբաժանումների, ենթադրաբար բանակային ստորաբաժանումների նաև վերահսկողության ներքո գտնվող խմբեր կամ խմբավորումներ կիրառել են հրազեն։ Այդ թեզը պետական ստրատեգիական օբյեկտների պաշտպանության համար բանակային ստորաբաժանումների ներգրավում է երկու ասպեկտով դիտարկենք։ Նախ իրավական առումով օրենքը որևէ հնարավորություն չի տալիս։ Այդ ոլորտի օրենքը թույլ էր տալիս, որ զինուժը սահմանից կամ իր ծառայության վայրից բերվեր։ Սահմանադրությամբ արդեն իսկ արգելված էր բանակային ստորաբաժանումների ներգրավումը նման գործընթացներում։ Նախագահը անցումային դրույթներով կարող էր նաև կիրառել։ Այդպես է թե ոչ։ Ոչ, դա միանշանակ այդպես չի, եւ ես երբևէ ոչ տեսել եմ եւ ոչ էլ լսել եմ որևէ տրամաբանական, որևէ իրավական վերլուծությունների չափանիշներին համապատասխանող մոտեցում
որ նախագահը կարող էր զինուժը օգտագործել սահմանադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում։ Իսկ այդ իրավիճակում հիմքերը իսպառ բացակայել են եւ այդ հիմքերի բացակայության վերաբերյալ եւ պնդումները եւ իրենց համոզմունքը եւ իրենց անկեղծ դատողությունները ամբողջությամբ նախաքննության մարմնի հետ եւ ես վստահ եմ որ դատաքննության ընթացքում նաեւ հանրության եւ դատարանի արչեւ կիսելու են նաեւ բարձրաստիճան պրոֆեսիոնալ զինվորականները նման հիմքեր արկա չեն եղել Ինչ պետք է լիներ, որ ասեիք, որ արկա են եղել հիմքեր, ինչ իրավիճակ պետք է լիներ։ Սա նախադասված հիմքերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական սպառնալիքի կամ հարձակման վտանգի դեպքում պիտի նայել զինված ուժերի սահմանադրական նպատակային նշանակությունը, որ եւ այդ նպատակային նշանակությունը որևէ կերպ չի ներառել զինված ուժերը ներգրավել ներքաղաքական գործընթացներին։ Նաեւ ես կարևոր եմ համարում, որպեսզի մենք այս հանգամանքի վրա շատ սևեռվենք։ Ես չեմ ասում ներպետական գործընթացներին, ես ասում եմ ներպետական քաղաքական գործընթացներին, ուշադրություն դարձրեք։ Ես նույնիսկ սովորական այլ գործընթացի մասին չեմ խոսում։ Ես չեմ խոսում նույնիսկ այնպիսի իրավիճակների մասին, երբ գործընթացը քաղաքական չի, օրինակ սովորական շարքային կրիմինալ գործընթացը, հարձակումը տեղի ունեցել, ասենք, ինչ որ կարևոր օբյեկտի վրա եւ առանց զինված ուժերի ներգրավման հնարավոր չի ոստիկանական օպերացիան իրականացնել։ Ես դրա մասին չեմ, ես խոսում եմ բացարձակապես քաղաքական գործընթացի մասին։ Եվ երբ մենք խոսում ենք եւ երբ ասում եմ քաղաքական գործընթաց, ես ուղղակիորեն հետեւյալը նկատի ունեմ։ Արդեն մամուլում հրապարակվել է թիվ 0038 23/02/2008 թվականի Պաշտպանության նախարարի հրամանը։ Բացեք այդ հրամանի արձակման նպատակը նայեք։ Նա ուղիղ հղում է կատարում ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող բողոք բարձրացած անձանց հետ կապված անկամ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ 23/02/2008 թվականի թիվ 0038 հրամանը ստորագրվել է, ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը դեռ հրապարակված չի եղել։ Ապա եւ կամ պաշտպանության նախարարը այդ հրամանն արձակելուց ունեցել է ինֆորմացիայի կենտրոնացված մեկ աղբյուր, թե ինչպիսին են լինելու ընտրությունների վերջնական արդյունքները, կամ էլ պաշտպանության նախարարը ընդհանրապես տարրական տրամաբանությունից որ բարդ է։ Ես երկրորդ տարբերակը բացառում եմ։ Նա վստահաբար այդ ինֆորմացիան ստացած պիտի լինի այնպիսի աղբյուրից եւ եթե ոչ իրեն հանձնարարված կամ հրահանգված լինի այդպիսի հրաման տալ այնպիսի աղբյուրից, որը նաև միաժամանակ տեղյակ է եղել, թե հաջորդ օրը ընտրությունների արդյունքներն ինչ են հրապարակվելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Սա մի ուղղություն է, որի շրջանակներում հատուկ քննչական ծառայությունը պիտի զարգացնի քննությունը, սա կարևորագույն էլեմենտ է այս գործին։ Այսինքն խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների ներգրավվածությանը։ Այսինքն հրամանի արձակման նպատակը ինքնին քաղաքական որոշ գործողություններին արձագանքելն է։ Եկեք զուսպ լինենք, չասենք բողոքի ակցիաները ճնշելը կամ ինչ։ Համենայն դեպս ներքաղաքական գործընթացներին արձագանք է եղել այս հրամանը եւ դա արձանագրված է հենց հրամանի նախաբանում։ Նաեւ նշում են, որ ըստ էության զինուժը ներգրավվել է, որովհետեւ կասկածներ ունեին, որ պաշտպանության այդ երկու փոխնախարարներ հնարավոր է զինված հեղաշրջում կատարեն։ Անցած տարիների ընթացքում խոսքը վերաբերում է Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի մասին, բայց անցած տարիների ընթացքում ամենայն դեպս չկա տեղեկատվություն, թե եթե կային նման կասկածներ, արդյոք շարունակվեց քննություն իրականացվել պարզելու այդ կասկածները եւ եթե իսկապես հիմք կար պատասխանատվության ենթարկելու նրանց։ Ըստ էության բովանդակային առումով, եթե ոչ ճիշտ ձևակերպման, բայց բովանդակային առումով փաստորեն երկու գեներալներին մեղադրում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, եւ մենք տեղյակ չենք որևէ վարույթի մասին, որ նրանց նկատմամբ երբևէ հարուցվել է։ Ընդունենք, թե ինչ որ նկատառումներից ելնելով դա նպատակահարմար չի եղել իրականացնել, թեկուզ եւ սա ես չեմ համարում ճիշտ փաստարկ, համենայն դեպս, եթե ինչ որ քաղաքական նկատառումներից ելնելով դա նպատակահարմար չի եղել իրականացնել։ Այն որ զինուժ ընդհանրապես զինված մարդկանց ներգրավման մասին կասկած է եղել, ընդամենը եղել է ասեկոսեների մակարդակում, ընդ որում որոշ
քաղաքական գործիչների խոսքը վստահ եմ միտումնավոր աղավաղելով, մեկնաբանելով առաջացած ասեկոսեների արդյունքում։ Մենք այսօր գտնվում ենք շատ կոնկրետ քրեաիրավական գնահատումների դաշտում եւ մինչև այսօր չի ներկայացված որևէ ապացույց այդ մասին։ Որևէ ապացույց, որևէ պետական մարմնի կողմից 10.5 տարի քննություն է իրականացել։ 10.5 տարվա քննության ընթացքում որևէ նույնիսկ ցուցմունքի մակարդակի ապացույց չկա այն մասին, որ եղել է նույնիսկ ոչ իրական վտանգ, այլ նվազագույն ողջամտության նվազագույն շեմը բավարարող որևէ կասկած, որ կարող էին պաշտպանության երկու փոխնախարարները նման բան անել։ Իրականում պաշտպանությունը ներգրավեց անմիջապես հայտնի մեղադրանքի հրապարակումից հետո եւ իբր ի պատասխան նույնիսկ այդ պայմաններում նույնիսկ այդ պայմաններում իսկ արդյոք սրանով սա չի նշանակում, որ այն ուժը մասնավորապես խոսք երկնում երկրապահ կամավորականների միության ներգրավման զինված խմբեր, երկրապահ, այսպես։ Ներողություն, իսկ ինչ տեղի ունեցավ դրանից հետո երկրապահում, եթե իրենք զինված էին եւ ինչպես պնդում են իրենք պաշտպանության կողմից զինված էին, զինաթափվեցին նրանք, ովքեր պատասխանատվության ենթարկվեցին ընդհանրապես առհասարակ հանրությանը չեն հայտնել այդ մասին։ Ոչ մեկ չեն հայտնել, նույն նման բան չի եղել եւ նման բան չէր կարող լինել եւ ոչ մեկ էլ չէր կասկածում, որ երկրապահները երկրապահ կամավորականների միությունը պիտի միջամտեր։ Իրականում այդպիսի լուրեր սկսեցին տարածել, որպեսզի նաև զինվորականները շատ թե քիչ ինչ-որ արդարացում ունենան ներգրավման։ Ոչ մի նման բան չի եղել։ Դա ընդհանրապես ասեկոսեների մակարդակով կեղծ ուրվականային պաշտպանություն էր, ինքնաարդարացում անցած 10 տարիների ընթացքում եւ իրավական պաշտպանություն վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ուրիշ ոչինչ։ Արդյոք կան տարատեսակ ցուցմունքներ, տարատեսակ մարդկանց կողմից, որոնք որ վկայում են, որ օրինակ Քոչարյանը եւ մյուսները իսկապես իրենց մեղքի բաժին ունեն տեղի ունեցածի մեջ։ Այո։ Շատ են։ Չեմ կարող։ Եվ ես արդեն ասացի, որ մեղադրանքը հիմնավոր է եւ եղած ապացուցողական բազան ուղղակիորեն ավելի քան բավարար է այդ մեղադրանքը հիմնավորելու համար, բայց մենք չենք ցանկանում այդ կետում կանգնել։ Նախաքննությունը պիտի ուղղակիորեն կոնկրետ սպանությունների, արդեն անհատական հանգամանքների վրա էլ կենտրոնացվի։ Սա այն միջավայրն ու պայմաններն են, որի շրջանակներում կյանքի իրավունքի երաշխիքները անեացել են։ Եվ 301 հոդվածի իմաստով քրեական օրենսգրքի սահմանադրական կարգը կոնկրետ տապալվել են վստահողների մասով, նաև կյանքի իրավունքի երաշխիքների ոչնչացման, փաստացի ոչնչացման հիմքով, ոչ նորմատիվ դադարեցման այդ երաշխիքները։ Ապացուցողական բազան ավելի քան բավարար է։ Նաև ուղիղ ներգրավվածությունը ապացուցող։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ ինչու սպանության հանգամանքները չեն փորձում բացահայտել եւ պարզել, թե ովքեր եւ ում հրամանով են ի վերջո կրակ արձակել եւ այդ 10 զոհերը, որ կան, ում պատճառով է, որ եղել են։ Կան գործի մեջ ցուցմունքներ հենց կրակողների կողմից։ Ես կփորձեմ նրանց պատասխանել, որ նախ երկու հատվածի բաժանած կան այդպիսի ցուցմունքներ, թե չկան։ Կան ցուցմունքներ մահաբեր ուժի կիրառման վերաբերյալ, թե այդ մահաբեր ուժի կիրառումը կոնկրետ որ դուժողի կյանքի միջամտության հանգեցրել դեռ այս պայմանությամբ 76 հատորներում չի երևում։ Բայց շրջանակներ են երևում, որտեղ ինչ պայմաններում հրասենակ գործադրվել եւ այլ մահաբեր։ Սա առաջին այդ մասը։ Երկրորդը ձեր հնչեցած պաշտպանության կողմից հնչեցած այն քննադատությունը, որ ինչու որոշեցին բարձրաստիճան նախկին իշխանության ներկայացուցիչներին մեղադրյալի աթոռին նստեցնել եւ դա անարդար է, իրենք են պնդում, իսկ ինչու չեն քննում սպանության հանգամանքները։ Շատ լավ։ Ինչպես բազմիցս բացատրել եմ եւ շարունակում եմ բացատրել։ Իմ վստահողների հարազատների կյանքի իրավունքի պաշտպանությունը միայն ձգանը սեղմողներին պատասխան արդարադատության առջև կանգնացնելը չի ավարտվում։ Այն առաջին հերթին
սկսվում է այն անձանցով, ովքեր որ ձևավորել են այնպիսի պայմաններ ու միջավայր, երբ մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը զուրկ է եղել որևէ երաշխիքից։ Հսկայական արսենալ ունեցող զինուժը բերել տեղակայել են մայրաքաղաքի կենտրոնում եւ մի քանի իրենց իսկ պնդմամբ, սա էլ արդեն նախկին նախաքննության պնդմամբ, մի քանի թալանչիների կամ, չգիտեմ, ցուցարարների, քարեր նետող, փայտերով կռվող ցուցարարների զսպելու նպատակով վերցրել են ու մահաբեր մարտական հրազեն են գործադրել մի հսկայական խումբ մարդկանց նկատմամբ։ Այս ամենը չի կարող տեղի ունենալ չկազմակերպված, այս ամենը չի կարող տեղի չունենալ հրամանատարական կարգադրությունների եւ հրամանների սահմաններից դուրս, եւ եթե այդ ամենը այդպես է տեղի ունեցել, մենք ոչինչ չենք լսել մինչեւ այսօր եւ մենք ոչինչ չենք տեսնում մինչեւ այսօր, անցած 11 տարիների ընթացքում, թե ում են փորձել պատասխանատվության ենթարկել տրված հրամանի սահմանները անցնելու համար։ Այս իմաստով նախաքննության իրականացումը գնալով դեպի միջավայրի եւ պայմանների բացահայտումը ուղղակիորեն բացում է ամբողջ պատկերը, որը նաև հնարավորություն է ընձեռելու կոնկրետ հանգամանքների վրա կենտրոնանալ, բայց հետքամ կոնկրետ հանգամանքները չբացահայտելու վերաբերյալ պաշտպանության կողմի շարունակական քննադատություններին, ինչպես նաև այդ կոնկրետ շրջանակներ զանգվածային լրատվամիջոցների կոնկրետ պրոպագանդիստական շրջանակների, որոնք սա մշտով։ Ներողություն, դուք կարող եք նշել Հայաստանում ամենաինֆորմացված անձին, ով տեղյակ էր ինչա տեղի ունեցել այդտեղ։ Ես կարող եմ նշել, եւ նա լռում է։ Ես կարող եմ նշել նաեւ երկրորդ ամենատեղեկացված անձին, ով ամենատեղեկացվածն է, թե հայկական բանակի որ ստորաբաժանումները ինչ մասնակցություն են ունեցել, որը մահաբերուժի ինչ չափաբաժին է գործադրել, մարտական հրազենի ինչ տեսակներից են կրակվել եւ հետագայում ինչ ա եղել այդ զինծառայողների հետ։ Եվ նա կրկին լռում է։ Քոչարյանին կա նաեւ երրորդը, ով այդ ամենը անմիջականորեն ղեկավարել է տեղում, անմիջականորեն հրամաններ է արձակել, անմիջականորեն իր ենթակայության ներքո գտնվել են ոչ միայն բանակային ստորաբաժանումներ, այլ նաև ոստիկանության զորքերի եւ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներ եւ իր հրահանգներն են, որ կատարվել են տեղում եւ նա կրկին լռում է։ Ես դες նշեցի 3 մեղադրյալների եւ 3-ը նույն գործում են։ Ռոբերտ Քոչարյան, գեներալներ Օհանյան եւ Խաչատուրով եւ ցանկացած պաշտպանության կողմ, որ փորձում է նախաքննության մարմին կամ տուժողների կողմին որևէ մեղադրանք առաջադրել, թե ինչի մեր ուշադրությունը չի սևեռված դրա վրա, ես որպես տուժողների հաջորդների ներկայացուցիչ կաշկանդված չլինելով նախաքննության մարմնի կամ դատախազության արտահայտվելու ազատության սահմանափակումներով շատ հստակ միտում եմ տեսնում դրանը։ Իսկ դուք ինչի դակ չեք պատմում, որտեղ են ձեր բացատրություններն այդ մասին։ Ինչու դուք ոչնչով չեք օգնել նախաքննությանը։ Ես չեմ խոսում նախաքննությանը օգնել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Լավ, դուք չեք վստահում ընդունենք այս գործադիր իշխանությանը, դուք չեք վստահում այս քաղաքական իշխանությանը, եւ դուք չեք ցանկացել բացատրություններ տալ։ Կներեք 10 տարիների նկատի 2008 թվականի մարտի 1-ին հաջորդող օրը մարտի 2-ին արդյոք որևէ գործողություններ կատարվել են պետության գլխի կողմից, այդ պահի դրությամբ 8 սպանված եւ 2 ծանր վիրավոր Տիգրան Խաչատրյանը եւ Սամվել Հարությունյանը դեռ մահացած չեն եղել, նրանք մահացել են 3-րդ նախագահի երթմնակալության հաջորդ օրը։ Այո, 40 օր անց, 41 օր անց արդյոք որևէ միջոցներ ձեռնարկել են իրենց ենթակայության տակ գտնվող բոլոր ուժային կառույցների օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների միջոցով բարձել ինչ է տեղի ունեցել, ովքեր են կիրառել այդ հրազենը, ինչ պայմաններում են կիրառել եւ ինչ է տեղի ունեցել ամբողջական պատկերը դեպքերի։ Ոչ, նրանք դա չեն արել։ Ես դες ավելի նման տեղեկություններ։ Ոչ, մենք մինչև այսօր չգիտենք սպանության կոնկրետ հանգամանքները որոնք են, ես հենց այդ եմ ասում։ Այսինքն նրանք հենց հաջորդ օրը կարող էին դա բարձել, 2 օր անց, 3 օր անց, ոչինչ տեղի չի ունեցել։ Փոխարենը այլ բան է տեղի ունեցել նաեւ։ Փոխարենը նախաքննությունը իրականացնող մարմնի քննչական խմբի ղեկավարը ուղղակիորեն ներգրավված է եղել ապացույցների կեղծման մեջ։ Եվ սա շատ հիմնավոր երևում է արդեն եւ հրապարակված մեղադրանքում եւ մի շարք այլ նյութերով։ Ընդ որում ոչ միայն
կիրառված Պարկուճների փոփոխությունը պարկուճների փոփոխությունը ոչ միայն կիրառված ոչ միայն այդ պարկուճներն է փոխել, այլ նաև ուրիշ բաներ չէ տրամաչափի փամփուշտների պարկուճների փոփոխություն, այլ նաև մակարով տեսակի ատրճանակի 9 մմ-անոց տրամաչափի, սա կարևոր տեխնիկական դետալ է, որովհետև Դավիթ Պետրոսյանը եւ Զաքար Հովհաննիսյանը սպանվել են 9 մմ-անոց տրամաչափի գնդակներով։ Այսինքն ուղղակիորեն ներգրաված են եղել փաստագործում եղած վճռական ապացույցների, սպանությունների հետք պարունակող սպանությունների հետքի վրա մեզ ուղղորդելու հնարավորություն ընձեռող ապացույցների կեղծմանը։ Դա տեղի ունեցել մի հատուկ քննչական ծառայության պետի ղեկավարությամբ, որը ուղղակիորեն նշանակված է եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որևէ մեկի առաջարկության կամ որևէ այլ մեկի հայեցողության միջամտության։ Այդ ամենի նկատմամբ ուղղակի դատախազական վերահսկողություն է իրականացել այն գլխավոր դատախազը, որը ոչ միայն համարվել է Ռոբերտ Քոչարյանի համար ամենավստահելի գլխավոր դատախազը, այլ ուղղակիորեն մտել է նրա անձնական մտերիմ անձանց շրջանակի մեջ։ Աղվան Հովսեփյանի նկատմամբ։ Ամեն դեպքում ինքը գործով չի անցնում, որպես մեղադրյալ չկա եւ որպես կասկածյալ։ Այս մասում մեղադրյալ չի, դե ընթացող գործում ինչ կարգավիճակում է, այստեղ չէ։ Այսինքն Պաշտպանության կողմը հրապարակայնորեն եւ հիմնականում քարոզչական նկատառումներով Պաշտպանության կողմը ասելիս նկատի չունեն փաստաբաններից Պաշտպանության կողմը ասելով հիմնական նկատի ունեն զանգվածային լրատվամիջոցների կոնգլոմերատը, որը այդ քարոզչական ռոպագանդիստական գծերը տարածում նախ եւ առաջ պիտի այս հարցերի պատասխաններն ունենան, որովհետեւ դա քարոզչության տիրույթում է, որ այս հակադարձ հարցերը կարող են գալ իրավունքի տիրույթում, հարցադրումները բոլորովին ուրիշ են լինում։ Եվ այսքան սահմանափակում թերևս այս մասով շատ ասելիք կա, ես հուսով եմ, որ օր առաջ կհասնի այն պահը, երբ որ կհրապարակվեն այդ գործինյութերը եւ հանրության դատին կարժանանան բոլոր այն մանիպուլյատիվ այսպես բոլոր են մասը լավ եւ հանրության դատին կարժանանան բոլոր այդ մանիպուլյացիաների մեջտեղ նետողները, նրանք ովքեր հաստատաբար իմացել են, որ դա սուտ է եւ չի համապատասխանում իրականության։ Նայեք, իրականում գործի նախաքննության սկզբներում 2008-2009-2010 թվականներին նախ ես նույնիսկ հիմա չեմ ցանկանում խոսել այս մարդկանց նկատմամբ առհասարակ որոշ քննիչների առիսպոն իմաստովան մարդկային վերաբերմունքի եւ դատարաններում էին դա անում եւ իրանց այդ ուղղակի առանձին շփումներում, բայց դժողների իրավահաջորդներին մշտապես ոնց որ այսպես ներշնչվել է եւ ներարկվել է, որ հենց մենք այդ կատարողներին կգտնենք, այդ անիրավներին, որոնք դուրս են եկել վերահսկողությունից, գնացել են իրենց ինչ որ, չգիտեմ, իրենց թույլ են տվել նման անիրավություն եւ այլն։ Բայց այս տարիների ընթացքում մշտական քննարկումներ այդ մարդկանց մեջ եւ իրենց մեզ բոլորիս բերել հանգեցրել է մի կետի, որ շատ կարեւոր է կոնկրետ սպանություն կատարող անձին հայտնաբերել, բարձել այդ սպանության կատարելու կոնկրետ այդ անհատական հանգամանքները եւ նրան կանգնեցնել արդարադատության առջեւ։ Բայց ել առավել կարեւոր է ամբողջ այդ միջավայրն ու պայմանները ձևավորողներին արդարադատության առջեւ կանգնեցնելը, որովհետեւ ով էլ որ լինի այդ սպանություն կատարող կոնկրետ նախ ցուցարարների մասով արդեն իսկ փաստված է, որ որևէ ցուցարար զենք չի կրել եւ չի գործադրել։ Դեպքում անցած 10 տարիներին կլինեին մեղավորներ։ Բացի դրանից, որևէ անցած 10-ից տարիների ընթացքում իրականացած այդ նախաքննության ընթացքում, երբ որ մարդկանց պատասխանատվության էին ենթարկում ոստիկանին քաշելու համար այդ տարածքում եւ այլն, վստահաբար որևէ սպանություն կատարող չէր։ Եվ եթե սպանություններ կատարողները ցուցարարների միջից լինեին, ոչ մի անհրաժեշտություն չէր առաջանալու պարկուճներ կեղծել, ոչ ատրճանակի պարկուճներ, ոչ ինքնաձիգի պարկուճներ։ Իսկ մնացած մասով չերոմուխա 7 տեսակի հատուկ միջոցների մասով արդեն իսկ փաստված է, որ դա ոստիկանության զորքերի սպառազինության մեջ գտնվող հատուկ միջոց է եղել եւ կրակել են հենց եւ շրջանակնել շատ չեմ վստահում այդ շրջանակին, որը եղել է նախկինում
որովհետև հաշվի առնելով այդ նախաքննությունը իրականացած որոշ անձանց գործողությունները իրանց ընդհանրապես որևէ գործողություն շատ քիչ վստահություն անել շնչում։ Եվ եթե որևէ մեկը ցուցարարների շրջանից լիներ, դա վաղուց պարզվել էր եւ վաղուց արդեն մենք բոլորս եւ ողջ հայկական եւ ոչ հայկական մեդիան կխոսեր են մասին, որ ցուցարարները զենք են գործադրել մարդուն սպանել։ Իդեպ այդ փնտրտուքը զինված ցուցարարի, հրազեն գործադրած ցուցարարի տարիներ շարունակ տեղի ունեցել, որովհետեւ օրինակ Եվրոպայի խորհրդի տարբեր պաշտոնյաների եւ պետական մարմինների հարցումներին եւ պահանջներին ի պատասխան կառավարությունը այդպես էլ չէր կարողանում պատասխան թե որ ցուցարարին նկատի ունեին, որ հրազենա գործադրել է։ Եվ ուրեմն ցուցարարների շրջանից դա չի եղել։ Այնտեղ զինված եղել են փաստված է արդեն Հայաստանի հայկական բանակի ստորաբաժանումներ, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության զորքերի եւ ոստիկանության հաստիկային աշխատակիցներ, ինչպես նաեւ պետական մարմինների վերահսկողության ներքո գտնվող այլ խմբավորումներ, որոնք ըստ որոշ տվյալների նույնպես զինված են եղել։ Եվ ուրեմն զենքի գործադրման շրջանակը հենց դա է եղել։ Միջավայրը, այսինքն մենք խոսում ենք մի միջավայրի եւ պայմանների մասին, որոնք ամբողջությամբ վերահսկելի են եղել զինվորական հրամանատարության, ոստիկանության հրամանատարության, առավել եւս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Եվ խոսում ենք սպանությունների միջավայրի եւ պայմանների մասին, իսկ առաջին հերթին վերաբերվում է այն ձևավորված միջավայրին, որ նրանց հետևողական գործողություններով սկսած 22 փետրվարից 2008 թվականից ձևավորվել է, այսինքն բռնության շարունակական էսկալացիայի արդյունքում բերել հանգեցնել մի վիճակի, որ փորձել թվացial առիթ ձևավորել մահաբեր ուժ գործադրելու համար, որպես վերջին միջոց։ Եվ այս ամենը տուժողների իրավահաջորդների հարազատների համար արդեն ակնհայտ է։ Իհարկե ամեն մեկի ես կրկնում եմ այդ մարդկանց հետևողականությունը եւ այդ մարդկանց համբերությունը նախանձելի է, սարսափելի նախանձելի հետևողականություն, համբերություն եւ վճռականություն ունեն այդ մարդիկ, բայց այդ ամենը չպիտի շփոթել նրանց, չգիտեմ, արյան վրեժի ծարավ լինելու հետ։ Նրանք դրա համար չեն ցանկանում, նրանք ցանկանում են բացել իմանալ ինչը տեղի ունեցել իրենց հարազատների հետ եւ առաջին հերթին ինչու է հնարավոր եղել մայրաքաղաքի կենտրոնում այդ աստիճանի մահաբեր ուժի գործադրումը խաղաղ քաղաքական պրոտեստի դուրս եկած ցուցարարների դեմ։ Թեկուզ եւ եթե նրանցից ոմանք, ես դեռ չեմ խոսում սադրիչ խմբերի ու խմբավորումների մասին, թեկուզ եւ նրանցից ոմանք քարերով կամ փայտերով փորձեին պաշտպանվել իրենց նկատմամբ հրազեն գործադրող զինվորականների կամ իրենց նկատմամբ հրազեն գործադրող ոստիկանների դեմ։ Այսինքն ին վստահորդների դիրքորոշումը շատ հստակ ու միանշանակ է այս շրջանակում։ Հիմնական պատասխանատուները պիտի պատասխանատվության ենթարկվեն, իսկ հրամանատարական շղթան պիտի բացահայտվի մինչև դեպի ներքև, ոչ մի անտրամաբանական բան չկա եւ արդեն փորձ ցույց է տալիս, որ սա հաջողության տանող սխեմա է, որովհետեւ նախկինում ապացույցների կեղծման միջոցով ներքևից վերև բարձրանալը գրեթե անհնար է եւ եթե նրանք ովքեր որ անհանգստանում են թե ինչի սպանությունների կոնկրետ հանգամանքները չեն բացահայտվում, ես իրենց ուղղակի առաջարկում եմ օգնել մեզ այդ հարցում։ Իրենք ամենաինֆորմացվածն են թե ինչ է տեղի ունեցել այդ օրը եւ չկա որևէ պատճառ որ իրանք դա չհրապարակեն։ Նրանք դա չեն հրապարակելու հատուկ քննչական ծառայության, դատախազության, գործադիր իշխանության որևէ պաշտոնյայի համար։ Դա իրենք պիտի հրապարակեն նախ եւ առաջ, որովհետեւ դա եղել է իրենց առաջնային պարտականությունը, որպես այդ միջավայրի նկատմամբ ամբողջական վերահսկողություն ունեցող պաշտոնյաներ։ Այս ողջ ընթացքում առանց որևէ սադրանքի տրվելու, առանց որևէ խոճապի մեջ մտնելու եւ քնչական խումբը եւ ԱԱԾ ուղեկցող խումբը եւ ինքս որպես դժոխների իրավահաջորդ իմ մասով ինչքանով որ կարողացել եմ խորհրդատվություն ասել, հետեւողականորեն այս գործը առաջ է տարվել։ Դատախազությունն էլ իր մասով որ մասնակցել։ Եվ այս գործը մինչև վերջ գնալու է։ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործը չի ավարտվելու մինչև վերջին սպանության կատարողը չհայտնաբերվի։ Ես չեմ ասում պատժվի, նախ մենք իրական հանգամանքները կոնկրետ զինծառայողի հետ կապվածով կարող է կամ որևէ մեկի հետ կապվածով մահաբեր ուժ է գործադրել։ Այդ ժամանակի ընթացքում կբազի։
Բայց ես ուզում եմ որպեսզի հիմա այն հետևողականությամբ եւ այն համբերությամբ, որ այդ ահագնացող ճնշման լինի դա քարոզչական անհատականացված հարձակումներ կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ կամ կոնկրետ վկաների նկատմամբ, որոնք շատ հստակ հետք ունեն իրենց մեջ եւ ուղղորդվում են կոնկրետ մեկ կենտրոնի կողմից, լինի դա այլ կերպ իրավական գործընթացների հարուցում կամ, չգիտեմ, արտաքին քաղաքական ճնշման ներգրավում, այդ ամենը չի ազդելու այս գործի ընթացքի վրա։ Այսինքն գուցեև կազդի, բայց աննշան ազդեցություն է ունենալու այն իմաստով, որ կարող է դժվարացնել, մի փոքր ուշացնել, բայց երբեք ոչ վերջին հանգրվանին հասնել։ Այս գործը բացահայտվել է մինչև վերջ եւ յուրաքանչյուր որևէ մասնակցություն է ունեցել, պիտի իմանա, այսինքն մեղքի ծանր բաժին ես նկատի ունեմ, թե չէ մասնակցություն շատերն են ունեցել եւ ես ողջամիտ չեմ համարում, որ շատերը կանգնեն արդարադատության առջեւ, նամանավանդ երբ որ դուք տեսնեք, որ իրական զինվորականները ինչ անկեղծ դատողություններ ունեն իրենց ներգրավվածության անօրինականության, իրենց ներգրավվածության եւ վստահաբար, որովհետեւ ազնիվ զինվորականի նորմալ կեցված կա դա եւ շատ ողջունում եմ եւ շնորհակալ եմ իրանց այդ անկեղծության համար, որ տեղեկությունները տրամադրել են նախաքննության վկաների մակարդակով, այո, վկաների։ Մենք չունենք որևէ մեղադրյալ, որը անկեղծ որևէ տեղեկություն մինչև այսօր տրամադրել։ Եվ ասելիքս այն է, որ անկախ էս խոճապ ստեղծելու տպավորություն թողնող մեդիա հոսանքներից փոքրիկ փոթորիկներից եւ այս գործը մինչև վերջ քննվելու է եւ հասնելու է իր տրամաբանական ավարտին։ Գործը նաեւ այն մասով ավարտվել է, ես հուսով եմ մի օր մտնելու է դատարան, դատաքննությանը ենթարկվելու բոլոր այն ապացույցները, որոնք գտնվում են գործում, հրապարակային դատաքննության ընթացքում, դատաքննական ստուգում են անցնելու եւ հանրությունը հատառհատ բոլոր մանրամասներով տեղյակ է լինելու, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ երբ որ ես օրեր առաջ նախնական գնահատականը տվեցի գործի նյութերը շոկային են, եթե նայեք, ես վստահեցնում եմ, որ ես շատ մեղմ գնահատական եմ տվել եւ դուք հուսով եմ շատ մոտ ապագայում կհամոզվեք ինքներդ։ Շնորհակալություն։